Էմա։ Բա։ Բան չեմ ասում։ Հանելուկ։ Ինչ հանելուկ։ Հանելուկ չի, ռեբուս է, ռեբուս։ Իսկ ինձ տարօրինակ չի թվում։ Ոնց տարօրինակ չի։ Ալա, մի հատ պատկերացրու։ Մհերը ինչի պիտի գնար գյուղ, ինչ որ մածուն ծախողի տուն։ Ինչի համար, ինչ։ Պատճառը ո՞րն է։ Երևի մտածել է Էման գյուղում է Լեռնիկենց տանը։ Լեռնիկով է։ Այդ գյուղացի կինը մածուն ծախող։ Լեռնիկը կինա։ Այդ տղամարդու անունը Ալլա ջան։ Հա, կին է, 5 քույր են, ինքը վերջինն է, սպասել են, որ տղա լինի, բայց աղջիկ է ծնվել, հայրը հուսահատությունից անունը Լեռնիկ է դրել, տղամարդու անուն։ Վայ, Տեր Աստված, ինչ ասես չկա այս աշխարհում։ Մհերը գյուղ է գնացել Էմային հանդիպելու։ Էմայի? Վարյան չկա Ալլա ջան, ինչ ես ասում։ Մհերը գիտի, որ Էման Վարուսյանի հետ պսակվում է, գնում է հետևից գյուղ, հա։ Վարյան չկա։ Ռոբո, մհերը մինչև իմանալն է գյուղ գնացել, մհերը չգիտեր, որ Էման Վարոսյանի մոտ է։ Երևի փնտրել է, զանգել է, չի գտել, մտածել է գյուղում է, գնացել է գյուղ։ Ոչ, մհերը Վարյան չի տենց մտածել։ Ինչի՞։ Մի հատ պատկերացրու տղեն այդ վիճակում, Էման չէր գնա գյուղը ներվեր հանգստացնելու։ Հո հիմար չի։ Չէ։ Մհերը մի քիչ քեզանից լավ է մտածում։ Մի քիչ քեզանից շատ է մտածում, քո նման ապուշ մտքեր չունի։ Ապա ինչ ասեմ։ Լսիր, ես քեզ համար նելի չեմ, է։ Ալջան լավ ցավ տանեմ, արի չկրվենք էլի, էլ մի սկսի, այսօր մի անգամ արդեն կրվել ենք, օրը մի հատ հերիք է դրել։ Ալ, թող, ալլչկա, թող, թող ասում եմ, ալլչկա, Ռոբո, Չէ, ստեղ մի բան կա, մհերը հենց գյուղի պիտի գնար, էտում տղի հանդիպեր, ինչ պիտի աներ, ստեղ մի բան կա։ Ռոբո, էլ չխոսես, հա քնում եմ։ Բարի գիշեր։ Աստված, քնենք կարող է երազում տեսնենք մհերը ում է հանդիպել գյուղում։ Մահերը հավանաբար արդեն լսել է իմ ու եղբոր մասին։ Լավ է, թող իմանա, թող զգա, թող հասկանա ինչ ցավ է դա։ 25 տարի առաջ նա թքեց սրտիս մեջ։ Անմնացորդ, անսահման, հավատով սիրում էի նրան, իսկ նա ինչ արեց։ Ինչ արեց ինձ հետ։ Այդ տեսարանը մինչև հիմա աչքիս առաջ է։ Մահերը հարբած անկողնում ուրիշ կնոջ հետ և 25 տարի անց կրկնվեց նույն բանը։ Այս անգամ բուժքույր Շուշոյի հետ։ Լավ է, այդպես։ Դե հիմա իմացի ինչ է դա։ Տեր Աստված, ինչ օրեր են։ Ոնց շուռ եկավ ամեն ինչ։ Զարան մենակ է, խեղճ երեխա, տեսնես ինչպես է, չէ ուշ է, գնաց կլինի, Զարան կհասկանա ինձ, նա գիտի, որ ես հարկադրված եմ դիմել այս քայլին, ես սա անում եմ տղայիս փրկության համար, միայն և միայն։
չի տանում Տեր Աստված, միթե նորից ինչ որ բան է լինելու։ Ինչ եմ զգում, ինչ է կատարվում այս պահին։ Չէ, սրանից հետո միայն լավ բաներ պիտի պատահեն, միայն լավ։ Երազ չեմ տեսել, այն չարաբաստիկ երազը չի կրկնվել, ուրեմն ոչ մի սարսափելի բան չպիտի լինի, դժբախտություն, աղետ ու փորձանք պիտի վերանան մեր կյանքում, բավական է, Տեր Աստված, օգնիր։ Ասում էիր մեքենայի ճամփա չի, ուր է։ Այս ամեն ինչ է իզուրա։ Հավատա ինձ, ես Գնա, շարժվիր։ ախր ես քեզ ասեցի, բացատրեցի։ Մի խոսիր, գնա։ Օգուտ չունի, անիմաստ է։ Իմաստ ամեն դեպքում կունենա։ Այսօր կմեռնես։ Դրանից քեզ ինչ օգուտ։ Քո նպատակը Արմենին գտնելն է, թե ինձ խփելը։ Հավատա, ես Գնա, շարժվիր։